Լոռու մարզում մեկնարկեց ամառային զորակոչը։ Մարզի զինվորական կոմիսարիատի Վանաձորի բաժանմունքը բազմամարդ էր։ Նրանք ճանապարհելու էին եկել Վանաձոր եւ Փամբակ խոշորացված համայնքներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնող ամառային զորակոչի առաջին նորակոչիկներին։ Անփորձանք ծառայություն ամենակարևորը եւ միշտ հիշեք, որ ուր էլ գնաք, որ զորամասում էլ լինեք, բոլոր տեղերից ձեր նման տղաներ են զորակոչված, յուրաքանչյուրը մի ընտանիքի լույս։ Ես ձեզ կխնդրեմ եւ կհորդորեմ, որպեսզի ամենայն պատասխանատվությամբ մոտենաք այս ձեր ծառայությանը այս 2 տարիներին, որովհետեւ դուք ձեր կյանքի այս փուլում մուտք եք գործում ձեր կյանքի ամենապատասխանատու պահերից մեկը։ Դուք հնարավորություն եք ունենալու ձեր պարտքը տալ պետությանը, մեր հայրենիքին։ Եվ հայրենիքի սահմաններից է սկսում մեր պետությունը եւ հենց ձեզնից է կախված մեր երկրի, մեր հարազատների, մեր ընտանիքների անվտանգությունը։ Մեծ պատիվ է ձեզ վերապահված այս երկրի պաշտպանության դիրքերում կանգնելու 2 տարի ունենալու մի հատ հպարտ կարգավիճակ, դա Հայաստանի Հանրապետության բանակի զինվոր լինելն է։ Բոլորս էլ այս ճանապարհով անցել ենք, հերթը ձերն ա եկել տղեկ ջան, պատվով կատարեք այդ ամեն ինչը։ Ես եղբայրություն եմ մաղթում ձեզ, մեր բանակի բոլոր զինվորներին, որովհետև ձեր հայացքը միայն սահմանից այն կողմը պիտի լինի, սահմանից այս կողմ դուք միայն բոլորդ եղբայրներ եք։ Եվ հիշեք, որ հայրենիքը, պետությունը ձեր մեջքին է կանգնած, ինչպես որ դուք կանգնած եք հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Անփորձանք ծառայություն, անամպ երկինք, ցանկացած դժվարություն դուք ինքներդ պետք է հաղթահարեք շատ հեշտ։ Այսօր մտնում եք կյանքի տուգնոր փուլ։ Մաղթում եմ ես ձեզ բարի ծառայություն, Աստված ձեզ հետ։ Հարազատներն ու ընկերները նորակոչիկներին ճանապարհեցին բարձր տրամադրությամբ։ Երկու պարով։ Գրկախառնություններ, հուզմունք, հպարտության զգացում, որ հայոց բանակի զինվորների շարքը համալրում է արդեն այս սերունդը։ Բարձր էր նաև տղաների տրամադրությունն ու մարտական ոգին։ Տրամադրվածությունը ինչպիսին է։ Շատ լավ է։ Ամեն մեկն է գնայի հայրենիքին ծառայի ու նորմալ վերադառնայի հետ ծնողների մոտ։ 100% միլիոնը։ Ոգին ուժեղ են, որ ամեն ձևի առնական, անվապ, մարտական առնական։ Շատ լավ։ եք ճանապարհում Թորնիկից հավճճը, գնացող առաջ տուն։ Պարտանում ենք այսօրվա մեր ջահելներով, որ այս հենց ոգով արի գնում են, ոչ մեկի աչքին արցունք ու տխրություն չտեսանք։ Աստված բոլորի հետ, Աստված երկար կյանք տա, ծնողներին էլ համբերություն տա բալատը։ Ես բոլոր մեր զինակոչիկներին ցանկանում եմ խաղաղություն, առողջություն, նորմալ ծառայեն, ոնց ուղարկում են կնենց էլ ընդունենք, հասնեն իրանց ծնողներին, գիտեն, որ իրանց սպասողներ կան տանը, որովհետև երկրորդն եմ ուղարկում արդեն։ Հայաստան աշխարհ կոպատվի համար ես պիտի ծառայեմ, ես այդ տղա եմ, հողը սուրբ է քո, դերոշիտ ներքո, այն պիտի պաշտպանեմ ու փառաբանեմ, հայ եմ ես ու վստահ եմ դες, ծառայում հայ բանակում, շարքային հարուսունյան բանակում հայկական, կարևորը զինվորն է հայոց, ծառայեմ հայրենիքին, որ կոփվի իմ հոգին, Հայաստանս ու ես մի ամրոց։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապահ։ Վանաձորի մի հիշատակ դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան, Վանաձորի պատվավոր քաղաքացի Սամվել Խալաթյանի տեղի ունեցավ հուշատախտակի բացման հանդիսավոր արարողություն։ Նախաձեռնությունը եւ հուշատախտակի էսքիզը Վանաձորի Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան Քահանա Ազարյանինն էր։ Վանաձորի համայնքապետարանի հովանավորությամբ նախաձեռնությունը կյանքի կոչվեց։ Սամվել Խալաթյանի անունը արդեն հավերժորեն կապված է
եւ հայ գրականության, դրամատուրգիայի, լրագրության եւ մնացած բոլոր առումներով Սամվել Խալաթյանը Վանաձորի պատվավոր քաղաքացի էր եւ իրավական իմաստով բավականին նրան այդպես էր ճանաչել եւ նաեւ բառից բովանդակ իմաստով ըստ էության եւ բնականաբար նման նախաձեռնությունը Վանաձորի համայնքապետարանը քաղաքապետ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ պատեհությունը բաց չպիտի թողնեին եւ նրան արժանի հիշատակը հավերժացող ինչ որ մի քայլ պիտի անեին։ Ես կարծում եմ, որ առաջիկայում նրա անունը նորից տարբեր առիթներով պետք է շոշափվի, որովհետեւ Սամվել Խալաթյանն արժանի է, որ իր կողմից շատ սիրված քաղաքացիները նրա անունը բառ պահեն իրենց սրտերում։ Տիկին Վարդուհին ներկայանալիս այրի բառը չի սիրում օգտագործել։ Սամվել Խալաթյանը կա, ապրում է մարդկանց սրտերում ու հոգիներում։ Նրա ֆիզիկական բացակայությունն է միայն։ Ասում է նա ու հուզմունքը հազիվ զսպելով խոսում ամուսնու մասին։ Ինքը բոլորի կողմից սիրված, հարգված, գնահատված, միշտ դրական էմոցիաներով դա մեզ է փոխանցվել եւ իր ընտանիքին եւ իր ընկերությանը, որովհետեւ բոլորն էլ այդպես են հիշում իրեն։ Ասում էր Տիկի ջան, քանի ես կամ դու պետք է գլուխդ բարձր քարես։ Եվ այդպես էլ կա, թող իրեն հիշատակը միշտ վառ մնա, և բոլորս իրեն հիշելուց մտածենք, որ ինքը մեր կողքին է, որ ինքը մեզ հետ քայլում է, մեզ հետ մեր մտորումների հետ է, մեր մտածմունքի, մեր ամեն ինչի հետ ինքը կա։ Դժվար, ծանր է անցյալով խոսել դրամատուրգի մասին ոչ միայն ընտանիքի անդամների, այլև հարազատների ու ընկերների, գործընկերների ու գրչակից ընկերների համար։ Նման մեծություններից հետո տեղը դատարկ է մնում, ասում են նրանք։ Իսկ հուշատախտակը ոչ միայն կհիշեցնի նրա մասին, այլև կլինի որպես ուղեցույց։ Օր չունենք ես իմ կյանքում, որ մեկ օրվա մեջ մի քանի անգամ չհիշատակեմ Խալաթյանին, թե իրեն թևավոր խոսքերը եւ թե ընդհանրապես իր մարդ լինելու տեսակի չանդրադառնամ։ Հուշատախտակը այս հուշաքարը Հուշաքար չի միայն լոկ, որտեղ գրված է Սամվել Խալաթյան, այլ երեխաները, ովքեր տեղյակ չեն, անսուդարձի ընթացքում կարող են ասել ով է եւ այդտեղից հետաքրքրվելով իմանան, որ Վանաձոր քաղաքում, Կիրովական քաղաքում եղել է այսպիսի գրող, երգիծաբան, դրամատուրգ, մշակութային գործիչ եւ դա ուսուցողական է։ Սամվել Խալաթյանի մասին խոսելիս կարևորվեց նրա անփոխարինելի դերն ու ավանդը լրագրության, դրամատուրգիայի եւ բազմաթիվ այլ ոլորտներում։ Այս քաղաքում մեր հանրապետությունում նրա համարձակությունը, նրա ստեղծած պայմանները, որ լրագրողները ազատ գրեն, լրագրողները ազատ տպագրեն իրենց հոդվածները ոչ միայն իր խմբագրաստեղծում, այլ նաեւ հանրապետական մամուլում։ Սամվել Խալաթյանը բացառիկ երևույթ էր եւ ինչքան էլ խոսենք ու ասենք նրա մասին, ինչքան էլ հուշեր պատմենք նրա մասին, միևնույն է պատմելու բան էլի մնալու է, որովհետեւ մարդու այդ տեսակը իր ներկայությամբ միայն լցնում էր ցանկացած միջավայր։ Այդ տեսակը կարողանում էր բոլոր ուրախ պահերը, բոլոր տխուր պահերը այսպես բերում էր, համադրում եւ կարողանում էր այնպես անել, որ հումորով դուրս գա ստեղծված բոլոր իրավիճակներից։ Եվ ինչպես բոլոր միջոցառումներին, այս միջոցառմանը եւս Սամվել Խալաթյանը ստացավ իրեն արժանիորեն հասանելիք ծափահարությունների բաժինում։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։ Ինչպես հայտնի է, աղիքային վարակներն ունեն իրենց սեզոնայնությունը։ Այն ավելի ակտիվ է ամռան եւ աշնան ամիսներին։ Վանաձորի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքից տեղեկացնում են, այս տարի աղիքային վարակների առանձնակի ակտիվացում չկա։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում ունեցել են 320 բուժառու, այս տարի 298-ն է։ Հիվանդությունները ըստ ստատիստիկայի ավելացում չունեն։ Ունենք մեծ բնորոշ հավասարաչափ հիվանդների քանակ, հիմնականում աղիքային վարակները պայմանական պաթոգեն եւ սալմոնելոզներ են, որոնք պայմանավորված են բնակչության ակտիվ մասնակցության եւ փոքր երեխաների մոտ առավել եւս մրգերի, բանջարեղենի օգտագործման հետ բնորոշ սեզոնին։
Ծանր ինֆեկցիայով տառապող հիվանդներ չունենք, միջին ծանրության եւ լավացման շրջանում են։ Առավոտյան ունեցել ենք 15 հիվանդ, որոշ դոզգրումներ ունեցել ենք եւ ընդունվել են 2 հիվանդ։ Աղիքային վարակների աղբյուր կարող են հանդիսանալ մրգի, բանջարեղենի օգտագործումից առաջ առատ հոսող ջրով չլվանալը։ Պարտադիր է լվանալ նույնիսկ այն միրգ բանջարեղենը, որոնք ուտելուց առաջ կեղևազրկվում են՝ բանան, ձմերուկ, սեղ եւ այլն։ Եվ ամենակարևորը հետևեն ձեռքերի հիգիենային։ Հաճախ ասում են մեր բաղջի սալորներ, մեր բաղջի ելակներ, այդպիսի բաներ չեն, մեր բաղջինը նույնպես փոշոտվում է։ Բոլոր մրգերը առատ ջրով հոսող ջրի տակ լվանան, չէ որ սա նաև կեղտոտ ձեռքերի հիվանդություն է, հետևել ձեռքերի հիգիենային, այսինքն շատ հաճախակի լվացվել։ Անկախ նրանից դուք ինչ եք ձեռք տալիս, որտեղ եք հաճախակի օրվա ընթացքում լվացվեք, օճառով լվացվեք, լվացվացրեք նաև ձեր երեխաներին, եւ ձեր երեխաների մոտ թող մնա որպես կանոն անընդհատ լվացվելը, դրսից գալուց լվացվելը, տանը խաղալիքներով խաղալուց հետո լվացվելը, առավել ևս եթե սեփական տան են եւ հողի բակի հետ գործ ունեն։ Մյուսը կարևոր մասը, որ ձուն նույնպես լվանա։ Սալմոնելոզի հիմնական մասը դա լինում է այն, որ ձուն առանց լվանալու ջարդում են, կոտրում են։ Աղիքային վարակների առաջին ախտանիշը ինքնազգացողության վատացումն է։ Լինում են գլխացավեր, սրտխառնոց, փսխումներ, որովայնի շրջանում ցավեր, ջերմության բարձրացում եւ փորլուծություն։ Փոքրիկ Մերին ու Անահիտը ստանալով համապատասխան բուժում բժիշկների հոգատարության շնորհիվ արդեն իրենց լավ են զգում։ Ծիրան, ու փորիկը ցաված։ Ինչի? Լավեք է դիջունե։ Դիջունե մնե։ Փորիկը ցավացնում է։ Իրանանում է։ Բժիշկների հորդորն է չզբաղվել ինքնաբուժությամբ եւ առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի։ Առաջին իսկ նշանների դեպքում թող դիմեն թեկուզ իրանց թաղամասային բժշկին եւ արդեն կողմնորոշվեն, որտեղ կարող են իրենց երեխային կամ իրենց օգնությունը ստանալ։ Երբեք չզբաղվել ինքնաբուժմամբ կամ դեղատներում ասում են այստեղը ասեցին լավա։ Նման կարգախոսով երբեք չշարժվեն։ Աղիքային վարակների համար առավել խոցելի են մանկահասակ, 2-ից 12 տարեկանները, մեծահասակները եւ քրոնիկական հիվանդություն ունեցող անձինք։ Սակայն հիվանդությունը չի շրջանցում նաև թիրախային խմբից դուրս, կեղտոտ ձեռքերի հիվանդության անվտանգության կանոնները չպահպանող անձանց։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։ Վանաձորի Էդուարդ Գզարդմյանի անվան երաժշտական դպրոցում Վանաձորի համայնքապետարանի կրթության, մշակույթի եւ տուրիզմի հարցերի բաժնի նախաձեռնությամբ տեղի ունենում համայնքային ենթակայության արվեստի, երաժշտական եւ պարարվեստի դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած սաների հանդիսավոր գալա համերգը։ Ընդգրկեցինք դպրոցի լավագույն սաներին, լավագույն առաջադիմություն ցուցաբերած, նաև միջազգային փառատոներում տեղեր գրաված աշակերտներին մեր քաղաքում նրանց ճանաչելի դարձնելու, ինչպես նաև նոր բարձունքների ձգտելու, նոր շեմ դնելու, նրանց իրենց ուժերին հավատալու եւ առաջ նայելու, որ անհնարին ոչինչ չկա եւ պետք է միայն ձգտել ու արդյունքներ ցուցաբերել, սա մեր քաղաքի ձեռքբերումն է, մեր քաղաքի առաջընթացը եւ ցանկացած քաղաք, մարզ, երկիր իր մշակույթով է առաջինը, որ ներկայանում է նրա այցեքարտը, այնպես որ Վանաձորում շարունակվում են հին լավ ավանդույթները, զարգացնում ենք նաև դրանք։ Ուսումնական տարին ամփոփող գալա համերգը հնարավորություն էր Վանաձորի արվեստի դպրոցների սաների համար ներկայացնելու տարվա ընթացքում ձեռք բերած ու ամրապնդված հմտությունների, կարողությունների ու կատարողական արվեստի մեջ ունեցած իրենց նոր մակարդակը։ Միջոցառումն ամփոփվեց համայնքապետարանի կողմից շնորհավորանքի խոսքով եւ կատարած աշխատանքի ու ձեռքբերումների համար
Համայնքի ղեկավարի կողմից պատվոգրերի հանձնման արարողությամբ։ Վանաձորի քաղաքապետի գլխավորությամբ իր համառ ուշադրության ներքո է պահում մեր երաժշտական, կրթադաստիարակչական, այդ պարային դպրոցի մնացած բոլորի խնդիրները, սկսած ամենափոքր հարցերից մինչև պայմանների ապահովումը, որովհետև գաղտնիք բացած չեմ լինի, որ մենք մի քանի խնդիր ենք լուծում։ Բացի այս երեխաների գեղագիտական դաստիարակությունը, մենք առաջնահերթ լուծում ենք մտավոր խնդիրը, նրանց քաղաքացի դաստիարակելու խնդիրը։ Գալահամերգին առաջին անգամ դահլիճի նախասրահում իրենց ստեղծագործությունների ցուցահանդեսով ներկայացան Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները։ Աշխեն Սուքեսյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Ֆրանսիական ինստիտուտն առաջին անգամ երաժշտության տոնը նշեց Վանաձորում։ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հրապարակում, անվճար բացօթյա համերգով։ Ելույթ ունեցան Ջինջ և Լավելի խմբերը։ Սևանա Չաքերյանի և Գոր Թադևոսյանի կողմից հիմնված ֆրանս-հայկական ջինջ խումբը նոր ժանր է ստեղծել տեղի երաժշտարվեստում՝ արմոբիթ, որը համատեղում է հովերգական սրինգն ու էլեկտրոհնչյունները, ավանդական երգերը և քաղաքային ռեփը, ֆրանսերեն ու հայերեն։ Բարև ձեզ Վանաձոր։ Կամ էլ պետք է ասել bonsoir Վանաձոր, comment allez-vous։ Մենք ջինջ խումբն ենք։ Ճիշտ ասած, մենք ստեղծվել ենք Փարիզի ու Կիրովականի միջև այդպես մի տեղ աշխարհում։ Դրա համար շատ ուրախ եմ, որ այսօր Fête de la Musique-ին միջազգային երաժշտության օրվա առիթով այստեղ ենք այս բեմի վրա։ թվականներին Վանաձորում է ստեղծվել Լավելի խումբը։ Իր երգերում համատեղում է ռոքի էներգիա և բանաստեղծական տեքստերը։ Նրանց կուլտային ալբոմները հետք են թողել երաժշտասերների մի քանի սերունդների վրա Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Վանաձորից ծնունդ առած Լավելին անմոռանալի անակնկալ պարգևեց երկրպագուներին։ Բեմում միասին են երգում։ Իսկ Վանաձորին բնորոշ հորդառատ անձրևը նրանց այդպես էլ չխանգարեց։ Աշխեն Սուքեսյան, Հայկ Վարդանյան,